Պարոն Աբրահամյան, արդեն կա որոշում, թե ով է լինելու եվրոպական հարցերով հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախագահը։ Ունենք տեխնացուներ, վերջնական որոշում չունենք, մի քանի տեխնացու դիտարկում ենք այսպես։ Այս բան չէ կարող փակագծեր բացել, ովքեր են նրանք, իսկ երբ կհայտարարվի ովքեր են։ Մոտակա եվրոինտեգրումը հավանաբար եթե այս տեմպերով գնանք քննվելու է մոտ 2-3 օրից, երևի վերջնական որոշմանը կգանք նախորդ օրը, իսկ խմբակցության նիստ կանենք վերջնական կհասկանանք։ Երեք քննադատություն հնչեց ձեր ուժի հասցեին, որ ռուսամետ ուժը, ինչպես է ստացվում, որ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովն է վերցրել եւ ըստ էության ըստ ձեր ընդդիմախոսների փորձելու է խաթարել այդ հանձնաժողովում եւ ԵՄ-ի հետ կապված բոլոր գործընթացները, ինչպես կարձագանքեք։ Նախ սկսենք նրանից, որ մեր ուժը հայամետ ուժ է եւ մեր սկզբունքն այն է, որ պետք է հավասարապես զարգացնենք հարաբերությունները բոլոր պետությունների հետ, ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով, որ ներկայիս կառավարությունը որդեգրել է եվրոինտեգրման կուրս, սակայն փաստացի հողի վրա որևիցե լուրջ աշխատանքներ չի իրականացնել, մասնավորապես ինչպես գիտեք, Հայաստանի եւ Եվրոպական միության շատ պետությունների հետ ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին անկում է ապրել։ Նույն Ֆրանսիայի օրինակը մի քանի անգամ մենք բերել ենք։ Գիտեք, որ նույն 2019 թե 2020 թվականից ստույգ տարեթվի չեմ հիշում, հայկական կոմերցիոն սկզբունքների վրա չվերթներ իրականացնող ավիաուղիները Եվրոպական միության պետություններ չեն կարող թռիչքներ իրականացնել եւ փաստացի ինչ ենք տեսնում, որ այո, միգուցե եւ թղթի վրա քաղաքական կուրսը Եվրամիության մասով է, սակայն փաստացի ոչինչ չի արվում։ Մենք մեր մասով հետևողական ենք լինելու, զարգացնել առաջին հերթին առևտրային հարաբերությունները եվրոպական պետությունների հետ եւ գալ այնպիսի ապրանքաշրջանառության, սա իհարկե ավելի շատ էկոնոմիկայի նախարարության գործն է, բոլոր դեպքերում խորհրդարանական ձևաչափը եւս բազմաթիվ գործիքներ են պարունակում, որ կարող ենք այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի առաջիկայում Եվրոպական միության հետ հարաբերությունները ել ավելի զարգանան։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունից հնչող հայտարարությունը մասնավորապես Հայաստանից դեպի ԵՄ վեկտորի փոփոխության հետ կապված կիսում է կոշտ արձագանքներ է, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը այս ուղղությամբ հնչեցնում, որ ԵՄ-ն պառակտում է ԵԱՏՄ երկրները, այդ թվում նաև Հայաստանը։ Գիտեք, մենք ելնում ենք այսօր այն իրավիճակից, որը որ գոյություն ունի, այսօր Հայաստանի Հանրապետությունում կա նման ընդունված օրենք եւ օրենքը հարգելով, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք նաեւ առևտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու խնդիր ունենք, մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ թե Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման հարցում, թե Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները զարգացնելու, թե ծոցի պետությունների, թե ԱՄՆ-ի, թե Չինաստանի, Հայաստանը պետք է աշխատի բոլոր պետությունների հետ եւ Հայաստանի իշխանություններն էլ պետք է այնպիսի ձևաչափ ընտրեն, որը որ նպաստում է, որը որ հօգուտ է Հայաստանի ազգային շահին։ Շնորհակալություն։ Շնորհակալ